Ես շատ եմ լսել, ես առիթ ունեցել եմ ձեզանից էլ լսեմ դրա պատասխանը, բայց այնուամենայնիվ այս լսարանի մոտ ինձ թվում է պետք է էլի այդ հարցին տալ պատասխան, որովհետև դուք ոչ մի թիզականության մասին խոսեցիք, ու այդ բանակցային գործընթացին առաջի հատվածում, որ մենք հարցը ձևակերպել էինք, հենց այդտեղ կար էլի, որ այս սրանք ասում էին, որ հենա 18 թվին եկավ, ամբիոնից ասեց, որ ամեն ինչ փակուղում է եւ այլն, ու այնտեղ հետո կար մի հատ ուրիշ ինֆորմացիա, որ ասում են Ստեփանակերտում դուք հավաքել եք էլիտային, ռազմաքաղաքական եւ մշակութային գործիչներին ու ասել եք, որ սենց չի կարա էլի շարունակվի։ Եթե սենց անենք մենք եւ այլն, մենք վերջում եկելու ենք Ղարաբաղ Երևանում նստած։ Ստեփանակերտ ներողություն։ Որ խնդրեմ դրա մասին պատմեք, պարոն նախագահ։ Այսինքն ինչն էր ձեր մոտեցման բանը, որն էր ու այդ հանդիպման այդ հատվածը էլի, որ դուք ասել եք, որտեղ այդ դարելա թեվավոր խոսք ու նաեւ շարժումների շատ մեծ դաշտ է բացել։ Չէ, դա քարորիա պատերազմի հետո է այդ հանդիպումը։ Ես ուղղակի խնդրել էի, որպեսզի ազգային ժողովի պատգամավորները հավաքվեն, ես գնամ իրենց հետ հանդիպեմ եւ ասեմ, որ իրենց պարտականությունների մեջ է մտնում նաեւ զորքին քաջալերելը եւ հույս ու հավատ ներշնչելը եւ ոչ թե ինչ ասեմ փոքր երեխաներին Ստեփանակերտից տարհանելը եւ այլն ինչեւ ես արել եմ այդ խոսակցության ընթացքում հարցրեցին թե բայց լավ ո՞րն է ձեր գաղափարը այս խնդիրը ոնց պետք է լուծվի եւ այլն ես ասեցի շատ պարզ փոխզիջումների դեպքում միայն կարող է այս խնդիրը լուծվել Բակազանում դրա մասին ենք չէ նաև խոսում փոխզիջումների բանը էլի դեռ հետևյալն էր 1-2-ի կարծիքը որ բա ոնց տանք այդ հողերը մեր սահմանադրությամբ եւ այլն եւ ես իրենց ասացի որ Արցախի հանրապետության սահմանադրությունը այդքան էլ լավ չեք դուք կարդացեք հանցումային դրույթները եւ կտեսնեք որտեղ որևէ խնդրեմ չկա իսկ ոչ մի թիզականությունը կարող է մեզ կործանել եւ սա ես առաջի անգամ չեմ ասում ես ասել եմ դեռևս 2000 թվականի սկզբներին ազգային ժողովում հետո տարբեր հարցազրույցներում եւ այլն իսկ ոչ մի թիզականությունը մեզ կարող է հասցնել այնտեղ որ բոլորս հավաքվենք Երևանում եւ երգենք Ստեփանակերտ ինչպես հիմա երգում ենք ղարս Ինչը հիմա ունենք արդեն պարոն նախագահ դե արդեն նկատում ենք ես շատ կուզենայի որ իմ շատ կանխատեսումներ չիրականանային եւ միգուցե պատճառն էլ է դա որ որոշ կանխատեսումներ իրականանում են եւ մարդիկ սկսում են հերյուրանքներ տարածել որի հետ հատուկ գիտերը այդպես էլ կազմակերպել է էլի